Պարոն Սիմոնյան, Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բեռնափոխադրումների համար այլևս սահմանափակումներ, խոչընդոտներ չեն լինի։ Արդյոք սա խաղաղության ճանապարհին գործնականորեն ուղղված քայլ էր եւ գուցե սա նպաստի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրն ի վերջ ստորագրվի։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ այո, հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարեւոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Պարոն Սիմոնյան, այս համատեքստում նաեւ հանդիպել եք Մեջլիսի նախագահի հետ, խորհրդարանի իրենց, ինչ հարցերի շրջանակ է քննարկվել ոչ հրապարակային, որ ներկայացրել եք հաղորդագրությունը եւ արդյոք այդ հարցերի մեջ մտել է գերիների հետ կապված հարցը, ինչ բարձրաբանում կամ ինչ տեղեկություն կա այս առումով։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է, եւ պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, եւ պետք է ասեմ, որ մենք երկստեք այդ ընկալումը կա, որ պետք է պարլամենտները, խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը եւ ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար, շատ դրական ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեվ հիմա իրանց տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ, այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ էր։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ ասենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Ասեցիք ինչու է Միչանսկ բառը ասում Ալիևը։ Ես դրա մասին խոսել եմ, հարցրել եմ, ասել եմ, այո, եւ ի պատասխան հնչել է, որ դա այդ Միջանսկ բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ Միջանսկ բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով Միջանսկ անցնի տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրը, դե ասում եմ, այդ տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղի մենք տրիպ ենք ասում, ասում եմ ուղղակի երևի ժամանակի իր բացատրությունն եմ ասում, ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ այն ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության բանն է, խնդիր է, իր նախագահ հնարավոր է գա Հայաստան նման պայմանավորվածություն կա արդյոք։ Ես չեմ բացառում, որ ինչ որ միջազգային ֆորմատների շրջանակներում թող իրանց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրանց մոտ, ես էլ կգնամ, իրանք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք մինչև այդ գալը։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ ես մի քիչ դժվար է մեր համար գնալ այնտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս այնտեղ միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան, մի տեսակ որտեղ գերի էլ կարամ ասեմ, ուղղակի պահվող անձինք շատ ավելի լայն շրջանակա իր մեջ պարունակում, հա, որտեղ մարդ կա, որ գերեվարված է, մարդ կա, որ պատանդ է վերցված, մեր գործընկերներն նույնիսկ մարդիկ կային քաղաքապետարան էին ասում, պահվող անձինք անգլերեն,
թարգմանությամբ ինքը շատ ավելի նաև լայն շրջանակավերջում կարող եմ ասել գերի, ոչ մի խնդիր չկա, գերիների մասով Հնարավոր է մինչև ընտրությունները որոշակի թվով գերիներ վերադառնան։ ես նման Ես չգիտեմ, Ռիփսիմեն երևի ավելի շատ ինֆորմացիա ունի, կհարցնեք հետո։ Ես էլ եմ լավատեսականորեն տրամադրված, բայց ինչպես վարչապետն է ասում, մենք դրա մասին չենք խոսում, ինչեւ այդ փաստը տեղի չի ունենում, բայց կրկնում եմ, այն մթնոլորտը, որի մեջ անցավ մեր հանդիպումը, ես կարող եմ ասել նույնիսկ շատ միջազգային այլ գործընկերների հետ, այլ նման մթնոլորտ չկար եւ շատ հետաքրքիր մի միտք հնչեցրեց։ Ինչ հարց։ Պետք է ասեմ, որ շատ ու շատ տարբեր գործընկերների հետ այլ հարցեր քննարկելը հաճախ շատ ավելի դժվար էր, քան այս հանդիպման ժամանակ իմ եւ գործընկերոջ հանդիպման ժամանակ։ Նորից եմ ասում, ժողովուրդ պետք է, ես գիտեմ, որ դժվար է, ես գիտեմ, որ իմ համար էլ է շատ դժվար եւ մեր հանրության համար էլ է շատ դժվար։ Ես գիտեմ, որ մարդկանց մոտ կարող է նաեւ նյարդ առաջացնել ինչ որ բաներ, բայց այնուամենայնիվ դա այն ճանապարհն է, այն ճիշտ ճանապարհն է, որը որ մենք ընտրել ենք, իրանց էլ է դժվար, որովհետեւ իրանց համար մենք ենք երկար տարիներ եղել թշնամի, դուշման, մեր համար իրանք են երկար տարիներ տասնամյակներ եղել թշնամի եւ մենք պետքա մեր հասարակություններին պատրաստենք եւ կրկնում եմ ուրախալին այն է որ այն տրամադրվածությունը որը ես ունենք մեր գործընկերները ունի մեր թիմը խաղաղության ընկալման վերաբերյալ ես լիակատար տեսա նաեւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի մոտ ասում է որ նրանք շարունակում են նախապայմաններ առաջ քաշել եւ ոչ թե նախապայման այն նախապայմաններ իհարկե չի ներկայացնում ինչ նախապայմաններ համանդրության մասին են իրանը խոսում ասում են նաեւ համանդրությունը փոխելու հետ կապված են նախապայմաններ առաջարկում հիմա դուք երբ որ հանդիպել եք այս մասով խոսել եք այսինքն ինչպես Ռիվնի կողմից խոսում են խաղաղության մասին մի կողմից Զանգեզուրի միջանցք համանդրություն փոխել եւ նախապայմաններ առաջ քաշել որ Տեսեք, նախ իմ եւ գործընկերոջ մեջ այդ խոսակցությունը մի քիչ տեղին չի, որտեղ պարոն Միրզոյանը եւ իրենց արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այդ հարցով եւ եթե ես ինչ որ չափ պարլամենտական երկրի բերումով նաեւ իմ կուսակցության վարչության անդամ լինելու բերումով կարող եմ մտնել այդ խոսակցության մեջ հակառակ կողմի մասով ես կարծում եմ որ ինքը լիազորված չի նման խոսակցություններ վարել եւ բայց դա ինչ չի կանգնացրել այնուամենայնիվ ես այդ հարցերը բնական է բարձրացրել եմ բայց մենք պետք է մի բան հասկանանք ինչ են ուզում իրենք եւ ինչ ենք ուզում մենք ուզում ենք որ հարցը մեկընդմիշտ փակվի իրենք նույնպես ուզում են որ հարցը մեկընդմիշտ փակվի այսինքն կոնֆլիկտ այո ես չգիտեմ կարող է Աստված մի արած եթե ես սխալվեմ բայց ես բացատրեմ թողեք վերջացնեմ խոսքը գնում է նրա մասին որ իրանք են ուզում բոլոր թղթերը ճակերտավոր նաև ապագայի համար այլևս ունենալ իրանց ընկալումը այո ճիշտ չի այն առումով որ Սահմանության մեջ իրականում տենց խնդիր չկա, որ սահմանության մեջի այդ որ իրանք բացատրում են իրավաբանական նույնիսկ առումով ինքը հիմնավոր չի, բայց իրենց ցանկությունը հետեւյալն է, իրանք ուզում են որ վաղը մյուս օրը ենթադրենք 10 տարի հետո, 20 տարի հետո ինչ որ մի երրորդ ուժ, նույնիսկ արտաքին ուժ չփորձի էլի երկու նախկին սովետական երկրներ իրար հետ կռվածնի։ Իրանց միտումը դա է Եվ ես դա հասկանում եմ, որտեղ իմ միտումն էլ է դա, որ հանկարծակի եւ պայմանագիր եմ քննարկում իրենց հետ, վերջացնեմ։ Երբ որ իրանք ինչ որ եթե ես ինչ որ պայմանագիր եմ քննարկում, ես էլ եմ ուզում ամեն ինչ անեմ, որ հանկարծակի որևիցե բաց չթողնեմ, որ որևիցե կողմ լինի, դա Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, որևիցե կողմ կամ Ռուսաստանը, ինչ որ հետագայում իրեն ներսրտած չզգա կամ ինչ որ process-ի մաս չդառնա։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, մի հատ նորից ասեմ։ Փաստորեն նախահարցակ են, միշտ իրենք են եղել պատերազմի, հիմա դուք ներկայացնում Լսեք, ես չեմ ներկայացնում, որ իրենք դրթել են, ես չեմ ասում, որ մեկը խաղաղասեր է, մյուսը խաղաղասեր չի։ Մենք էլ ենք պատերազմ արել, իրանք էլ են մարդ սպանել, մենք էլ ենք մարդ սպանել։ Բայց մենք չենք Մարդը, լսեք, կա ես ուրախ եմ, որ դուք ձեր ընկալումը ունեք, բայց մենք պետք է հասկանանք, որ բացի մեր ընկալումից կա նաև իրանց ընկալումը։ Իրանց ընկալմամբ մենք 30 տարի իրանց տարածքի 20% եւ ավելին օկուպացված ենք բայ։ Հիմա մենք նստենք ամպագորգոր հայտարարություններ անենք շատ լավը թվանք տեսախցիկների առաջ, իսկ հարցը չլուծվի, որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա։ Դու պետք է հասկանաս, լավ, ես իմ դիրքորոշումը ունեմ։
իրանց դիրքորոշումը որն է։ Իրանց դիրքորոշումը հետևյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական, եւ այդ հրահարման հետևանքով հայկական զորքերը, ռուսական զորքերի աջակցությամբ, ես ասում եմ այն ընկալումը, որը որ կա հակառակ կողմի մոտ, գրավել են իրենց տարածքի 30, 20 կամ 30%-ը։ Հիմա մենք կարող ենք վիճել այս ընդդիմանը հետ, կարող ենք ասել համաձայն չենք, կարող ենք ասել սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, չէ՞ թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա որպեսզի որ մենք կարողանանք խոսենք, մենք պետք է մի հատ հասկանանք դիմացին ինչ է ասում։ Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում։ Պարոն Սիմոնյան, ներքաղաքական հարցերի հետ կապված դուք քիչ Արտաքինը ավարտեցինք։ Արտաքինը եթե ավարտենք, կապված օկուպացված տարածքների թեման, քանի որ արտարծեցիք, պարոն Սիմոնյան, ուզում հարցնել ձեր գործընկերոջ հետ շփումների ժամանակ, հաղորդակցության ժամանակ արդյոք քննարկվել է Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինվորի դուրսբերումը։ կրկնում եմ, մենք շատ սահմանափակ ենք մեր հարցերի շրջանակի առումով, որովհետև իմ գործընկերը պարլամենտի ղեկավարն է եւ իր գործունեությունը ինքը տեսնում է միայն պարլամենտի շրջանում, որը ճիշտ եմ համարում, իրենց նախագահական է իրենց երկիրը, մերը մի քիչ ուրիշ ձև ունի էլի, հա, կառուցվածք ունի, մերսի Ռոզան ջան, կազմվածք ունի։ Ուստի այդ առումով չէ, բայց դրա պատասխանը ես գիտեմ։ Այսինքն ինչի խոսալ ինչ-որ բանի մասին, մենք երբ որ գնում ենք խոսելու, ես չեմ խոսում այն բաների մասին, որոնց պատասխանը ինձ համար ակնհայտ է, պատասխանը հետևյալն է, գոյություն ունի դեմարկացիա եւ դելիմիտացիայի հանձնաժողով, երկու կողմից հաստատված պետությունների ամենաբարձր մակարդակով եւ այդ հանձնաժողովը գործում է եւ գործելու է եւ դելիմիտացիան Վրաստանից մինչեւ Իրան հասնելու է, որտեղ որ ադրբեջանական զորքերը առաջ են, իրենք են հետ քաշվելու, որտեղ որ հայկական զորքերն են առաջ, մենք ենք հետ քաշվելու, իսկ ես անցյալ անգամ ասել եմ, որ այդ այնտեղեր շատ են։ Երբ է բայց դա տեղի ունենալու, պարոն Նարեկ ջան, դա որովհետև կներեք, մենք տեսանք, որ Քիրանձի հատվածում եղավ սահմանազատում, այսպես կոչված ադրբեջանական տարածքները անցավ Ադրբեջանին եւ հայկական կողմը չստացավ այդ հատվածում այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքն է կանգնած։ հայկական կողմը այդտեղ նախ ավելի շատ բան ստացավ իրականում, ստացավ դելիմիտացված սահման, որտեղ կանգնած է ոչ թե զինվոր, այլ կանգնած է սահմանապահ եւ որտեղ սահմանի հենց բերանին երեխաները օր ու գիշեր ֆուտբոլ են խաղում հանգիստ, իհեճուկս այն ներողություն այդ բառի համար վայնասունի, որ որոշ մարդիկ դրել էին, ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք, հիմա շատ ակտիվ գործ է գնում Տրամպի ուղու հետ կապված process-ները առաջ տանելու, որովհետև հիմա քննարկվում են ոչ միայն մենք երբ որ ասում ենք Տրամպի ուղի, ես ուզում եմ մենք հասկանանք, հա, որ խոսքը չի գնում մենակ մի ճանապարհի մասին։ Ենթադրենք պայմանական, ինչ որ մալուխ կարող է 100 կիլոմետր ավելի բարձրով տեղով անցնել, նկատի ունեմ երկրի տարածքը, հա, ինչ որ գազատար պայմանական կարող է անցնել ընդհանրապես ուրիշ տեղով եւ այդ գործընթացները, որոնք մեծ ծախսի հետ են կապված, հիմա ոնց որ մի քիչ առաջնային են, բայց սահմանագծման եւ սահմանազատման process-ը շարունակվում է եւ հիմա ուղղակի տրամաբանությունը տեղափոխվել է այդ կտորների վրա եւ այդ քննարկումն է գնում, բայց այտենց ժամանակահատված չկա, որ կանգնել է մի կողմը չի պատասխանում կամ զրույց չկա, անընդմեջ այդ խոսակցությունը բանի մեջ է, էլի, սեղանի վրա է։ Եվ պարոն Սիմոնյան, դուք նաև մի միտք եք ասել, որ հայկական զորքը ադրբեջանական տարածքում է գտնվում եւ տարածքի թիվ եք ասել, մոտավոր 140 կիլոմետր, այդ տեղեկությունը ձեզ որտեղից, որովհետեւ քարտեզագիրների հետ երբ որ նստում ենք, նայում ենք, քննարկում ենք, պարզվում է դա 4-5 կիլոմետր քառակուսու մասին է խոսքը։ Չէ, Նարեկ ջան, սխալ է եւ պետք է ասեմ, ես տեսել եմ նաեւ հետ պարբերականի նյութը եւ պետք է ասեմ, որ հիմա որևիցե մեկը ռեալ, ոչ մի քարտեզագիր չի կարող կոնկրետ թիվ ասել, որովհետև հողի վրա դրանք շատ տարբեր արտահայտում են ունենում, բայց պետք է ասեմ, որ եթե ինչ-որ թիվ եք ուզում, մոտավոր թիվ եք ուզում, իմ ասած թիվը ամենամոտն է միջև օրս հնչած թվերին, հիմքը որտեղից է հիմքը, այդ
դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ի ժամանակ մենք մեր քարտեզների եւ մեր բանի հետ նայում ենք եւ ոչինչ, պետք չի դրա համար ճիշտ անդրադառնալ ու պետք է ասեմ, որ մոտավորապես այդ թվի մասին է խոսքը գնում։ Ասում եմ, թիվ ասել հիմա ոչ մեկ կոնկրետ մաթեմատիկական ճշգրտությամբ չի կարող։ Պարզապես մենք երբեք Ադրբեջանի որևէ պաշտոնյայից, նույնիսկ ԺԿ պետից չենք լսի, որ իրենք ասեն մենք Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացրել ենք, այս մեր իշխանությունների այս սրտաբացությունը ինչով է պայմանավորված, որ այդ ասում։ Նախ տենց չի, ես երբ համաձայն չեմ, Նարեկ ջան, օրինակ նույն գործընկերոջս հետ, երբ որ դա տեսանյութն էլ կա, վիճաբանություն տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, չեմ հիշում քաղաքը, ես ասացի, որ ջերմուկի ուղղությամբ եղել է ձեր հարձակումը եւ ի պատասխան իմ գործընկերը պատասխանեց, ասեց այո, բայց մենք որևիցե բնակավար չենք մտել։ Այսինքն պետք չի, նախ դու չես կարող, չէ, իրանց պաշտոնյային ԺԿ պետին, քեզ որ հարց տաս, քեզ չի պատասխանում, մեզ գրավոր գրի։ Եկեք չհամեմատենք մեր դաշտը, ձեր դաշտը, իրանց դաշտը, հա, բայց ասում են, իհարկե ասում են, բա այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան իր կանոններ ունի, որտեղ այն ինչ որ ես ասացի բարձր գրված է եւ դա ստորագրված է իրենց նախագահի կողմից։ Էլ ինչ ԺԿ պետ է ուզում, եթե նախագահն է դա ստորագրել, ֆիքսելով, որ այո, տեղեր կան, որ մենք պետքա հետ եթանք, տեղեր կան, որ պետքա իրենք հետ գնան։ Խի գախնիկ է, կամ անկլավների մասը գախնիկ է։ Օրինակ անկլավների մասը գախնիկ է, որ իրանց մոտ Փաշինյանն ասում է իրավական հիմքեր չկան անկլավների։ Լսեք, իրավական հիմքեր խոսակցությունը եւ այն ինչ որ մենք մի մասին մենք խոսում ենք, որ տեղեր կան, որ մենք ենք առաջ տեղեր կան, իրենք են լրիվ այլ խոսակցություններ են։ Այո, իրավական հիմքերը մենք բոլոր քարտեզների պարագայում էլ ենք իրավական հիմք նայում, հոտենց չենք օրինում, որ այս ինչը ստեղ պետք է լինի կամ չգիտեմ, մեր գործընկերներից մեկը գնում ասում է, այս եկեղեցին անցնում է, ասում ենք դե լավ, այս եկեղեցին թող մեզ մնա։ Չի կարա տենց բան լինի։ Պարոն Սիմոնյան, Մարտոն Գրիգորյանը հայտարարում է, որ ձեր սիրտը արյուն է ուզում, դուք վենդետաներ եք ուզում իրականացնել եւ փարաքար երկու սցենար եւ օպերացիան եք իրականացնում Գյումրիում, չնայած նիստերի դահլիճում ասացիք երևի հումոր է արել, բայց վստահեցնում եմ Մարտոն Գրիգորյանը բացարձակ հումորային տրամադրություն չուներ։ Ինչ կասեք ընդհանրապես Գյումրիում իշխանության զավթման ձեր փորձերի մասին։ Նախ ցավում եմ Մարտոն Գրիգորյանի համար, ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ, որպես մարդ, որպես տղամարդ, որպես գյումրեցի ինքը մեծ ցավ ունի, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել, ասում էր մեր մեջ արում կա, սենց բան են ասում, դրա տեսանյութը կա եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը քաղաքական միտումներից դրդված, ես նաեւ ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ այդ ինֆորմացիան, բայց ես ունեմ նման ինֆորմացիա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար եւ այլ, ես ցավում եմ իր համար եւ կարծում եմ իրան պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավա, որովհետեւ իր վերքերը շատ երկար է ցավալու, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, Երևանում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չի, որովիցե Ալենը չի, որովիցե մեկը չի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կատարում է դիմերում, համապետական ընտրություններում եւ դա արտահայտված է։ Բայց ինչ վերաբերում է հենց վարչապետական ժողովում ասում է դուրս շփոթենք այսինքն ուզում եմ ասեմ ձեր այսքան տարվա լրագրողի քաղաքական մտքի գիգանտը եւ քաղաքական ամենամեծ բանը այդ Վարդան Ղուկասյանն էր։ Վարդան Ղուկասյանը, այսինքն ինձ ընտրել է 682,000 մարդ, 100,000, 682,000 մարդ։ Հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք ուզեմ, պետք է ինձ ոստիկանները չգան տանեն, ասեմ ինձ 682,000 մարդ է ընտրել։ Այսինքն եթե կամ ասենք ուզում հասկանամ, այդ Վարդանը Ղուկասյանը տենց հուրի փերի էր, մի բան ան, չգիտեմ, ես չգիտեմ, մի րոպե, կգամ, ստեղ չեմ, ստեղ եմ, չեմ գնում, այդ մտքի վրա էլ կգամ հենց։ Ուզում ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը բան չէր արել, իրանց տենց հայաթում ասեցին,
դու Վարդանիկ։ Ինչի դա հաջորդեց հենց վարչապետի ուղղորդման Այսինքն էր։ եղավ Հենց վարչապետը ասեց, Լսեք, նախ չեմ բարձրանում, երկրորդը լսեք, մենք այդ հայտարարությունը ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Ես այդտեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Այսինքն, եթե մենք դա չասեինք Վարդան Ղուկասյանի մասին, ոչ մեկ չէր իմանա։ Այդ մարդը հələ մի հատ գնաց է Գյումրի այն ամենասիրուն փողոցով մի հատ քայլ եկեն, որ մի հատ կիսակառույց 2 հարգի վրա մի հատ 2 հարգել բարձրացել է անօրինական շինը։ Ուզում հասկանամ, եկել եք ում եք պաշտպանում։ Դուք հասկանում եք, որ դուք որպես լրագրող ձեզ նաև լավ էլի խնդրում եմ, ժողովրդի ձայնը կպաշտպանեք այն երկրում, որտեղ ընտրություն չկա։ Ժողովրդի ձայնը պաշտպանել պետք չի։ Գյումրի քաղաքում ամենաշատ կվերադառնամ ստեղը։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Իրանք 3-4 կուսակցությունով միացել են, նաև վերադառնալով Մարտուն Գրիգորյանին, վերադառնալով մեր մեջ արուն կարտահայտությանը, վերադառնալով իրար սպանելուն, իրարից դեն գողանալու, իրար ծեծելու մասով sense միացել են, բանը ընտրել են քաղաքապետ, հիմա թող իրանց մեջից նորից քաղաքապետ ընտրեն։ Եթե դա ընտրված չի համարում, ձեր Տիգրան Ավինյանն է ուրեմն ընտրված։ Ես ասացի ընտրված չի համարում։ Ինչ ես ինձ բարեր վերագրում։ ժողովրդի ձայնը Երեխեք ուշադրություն, sense մի հատ բան կա, ձև կա, մի րոպե։ Sense ձև կա, հարց է տալիս լրագրողը եւ հարցի մեջ դնում է մի պնդում, որ եթե դու այդ պնդմանը չես արձագանքում, շարունակում ես, ասում ես, չէ, օրինակ Տիգրան Ավինյանը տենց չի, եւ այլը, հաստատի իրականության մեջ մնում է այն բանը, որ դու բան ես անցկացնում, հավասարության նշան ես անցկացնում, տենց դեպքերում պետք է միշտ դա կանխել։ Հիմա կանխում են։ Ոչ, տենց չի։ Ներպարլամենտական մի հարց։ Չէ, Սպասեք, Ռուզանը, սկզբից Ռուզան, էլի։ Մի որոշեք։ Պարոն Սիմոնյան, տեսեք, դուք ասում եք Վարդան Ղուկասյանը ավելի ճիշտ իշխանության ներկայացուցիչները, որ կոռումպացված է, թալանել է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս ակտիվ գործողությունները սկսվեցին նրա քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց։ Չէ, ով ասա, դրանից առաջ քրեական գործ չկար։ Կար, բայց չէին գնում դիմակավորված, չէին մտնում քաղաքապետ։ Լսեք, ուզում հասկանամ, ձևն է ձեզ հետաքրքիր։ Ձևն է ձեզ հետաքրքիր, շոուն։ Ձևից առաջ Տեսեք, շոու, դե ավելի նորեք, ասենք շատ པարզ է ամեն ինչ, էլի, որ ասենք ինչ որ մեկ ուրիշի հետ կապված այդ հարցը տալներ։ Միգուցե ես էլ տենց ինչ որ հարցից պատասխանելուց մի քիչ, չգիտեի, երկմտեի պատասխանելուց, ասենք ակնհայտ բան ես եկել հարցնում, ասում ես բաժակը ընկել է, ջարդվել է, բայց 7 տարի պետք ընկած բաժակի հետքերով հարգելիս 7 ահա ում կալանավորում ասում քաղաքական այդ 37 թիվն է ում բռնում ենք ասում են բայց չի եք տենց կողմնորոշվեք հիմա մի րոպե հերթով մի րոպե դուք այսպեսի գործընթացներ եք հարգելիս որովհետև ոչ որովհետև այդ մարդիկ մտածում են որ իրենք հանցագործություն անելուց հետո եւ անելու համար եւ անելու ժամանակ իրանք կարող են պատասխանվել քաղաքական որևիցե պաշտոնի հետևում սա ես ուզում եմ հասկանամ ես ինչ որ նոր բան եմ հնարում այսինքն դուք չգիտեք հա որ քաղաքական որոշ մարդիկ օլիգարխներ ինչ որ մարդիկ որոնք որ տարբեր քրեական գործերով են անցնում իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել որպեսզի հետագայում իրանց նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում։ Մի հատ նարեկ դելավ հիմա ինտենսիվությունից ես բողոքում։ Չէ, պարզապես հիշում եք այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ արդեն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ եղել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ախտենց, ուզում ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն մենք գրեթե այլախոչ չունենք, որովհետև բոլոր ձեր նշված մարդկանց անունները հիմա անունները չտամ, բայց ասեմ այդ բոլոր մարդկանցից այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոչ չեն եղել ուրեմն ասում եմ կրկնում եմ ուրեմն անուններ չեմ տալու ոչ կարամ sense մի հատ օրինակ բան դրվակ պատմեմ որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ էլի ինչ կլինի ժողովուրդ թարգեք բերանից մի բացեք թե չէ բոլորի դիմակները այսինքն կբացեմ այսինքն հերթով կասեմ դրա կարիքը չկա այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում երբ որ այդ մարդը ծպտուն կհանի ես կգամ եւ կասեմ հարգելիս
այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի էր այսինչ մարդու հետ, տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք էլ ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնացու է։ Ժողովուրդ, եկեք բերանս մի բացեք, ուրեմն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հենց հեղափոխությունը եղավ, մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, որ ինչ որ մարդիկ մտածում էին, որ իրանք պետքա գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում, այտենց փորձեր 2018 թվականի առաջի օրվա հենց եղել, ասեմ ավելին, դուք ես հեղափոխությունից հետո թեխի ես խոսակցությունը բացվեց չգիտեմ, հեղափոխությունից հետո 18 թվականից որոշ չպատմեմ, այտենց, ուրեմն 18 թվականին ես ինչ որ մի բան նախագահականում էի, երբ որ վարչապետը այնտեղ էր, ամենասկզբի մասին էր խոսքը, դուք պետքա տեսնեք ինչքան նախկին պաշտոնյաներ, նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ տեսեք ուրեմն դրա այդ շարքը այդ շարասյունը այդ մարդկանց եղելա կա ու լինելու է այդ մարդկանց տեսակն է խոսքը մեր լավը վատը լինելու մասին չի նրա մասին չի որ իրանք մենք լավն ենք մենք ուժեղ ենք դրա մասին չի խոսակցությունը դա այդ մարդկանց տեսակն է նենց որ եթե չեն ուզում իմ տեսած իմ լսած անունները ես բարձրաձայնեմ թող հանգիստ նստեն տեղները որտեվ ես դա կանեմ Давайте Սիմոնյան, միշտ դուք դրսում էիք, ինչ մեջլիսի ղեկավարի հետ էիք հանդիպում, ազգային ժողովում, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ։ Այսօր էլ մամուլը գրել է, որ աչքը ձեր տեղի վրա է։ Դուք այս առումով ինչ եք կարծում, կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբինյանի։ Ուրեմն Ռուբինյանն էլ, Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղելի խոսակցություն է։ Որովհետեւ թող ես միայն ուրախ կլինեմ, բայց նման բաներին խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում։ Ես նախ ժամանակ ավելի շատ ձայներ է հավաքել, ավելի առաջ է։ Շատ լավ արա, ես ինքս իր համար եւ բոլորի համար ովքեր որ գրեթե բոլորի համար ովքեր որ անցել են քվեարկել եմ, բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ, մենք արդեն բավականին մեծ ենք, ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի։ Ռուբեն Փաշինյանն ավելի մեծ է քան ձեր։ Եթե ես միայն ուրախ կլինեմ։ Ես Ռուբեն Ռուբինյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են մեզանից Չեմ լսում ինչ ա խոսում։ Մարդիկ եկել են պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կնեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Հայաստանի Հանրապետությունում Կարապետյանի, որին ձեր Նիկոլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործեր անվանում Հայաստանի Հանրապետությունում բարեգործները հիմա հերթերում հայտնվեցին մի բառի համար, Միքայել Սրբազանը, որը առողջական հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ։ Որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Այդ եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, Բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե ուզում հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերում ում օրինակ։
ասեք ով Բոլորի նստած չի դեպքերական ստեղ։ գործեր կա, Սեյրան Օհանյան, Ահա, Իշխան վերադարձանք Սաղաթելյան, Սերան Օհանյանին, հələ գնացեք Սերան Օհանյանին հարցրեք, Սերան Օհանյանին հարցրեք, ասեք, որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում, ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ, դա քաղաքական հետապնդում է, կա այդ տունը թե չկա, կա այդ տունը թե չկա, ֆիզիկապես էլ նոմա ձեր տալ թե չէ, մնացածին հարցրեք, ուզում եմ հասկանալ։ Իշխանության քաղաքական իշխանության անկարողությունը թե իրավական համակարգը։ Արեք, դե ախր չի կարելի, լսի, անգործություն, լսի, արձանագրում եմ հետեւյալը, որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը, որ քաղաքական իշխանությունը, լսի ասեմ, պատասխանեմ։ Դուք ուզում եք մեզ վերագրել մի բան, որ քաղաքական իշխանությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ, ասում է, դե բան արեք անչա, այս ինչին նետեք բատը, այս ինչին նետեք բանտը։ Այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մեզ մեղադրում են, ասում են, այս մարդը խի բանտում չի, այն մարդը խի բանտում չի, այդ մարդը խի բանտում չի, այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Երբ գիտեք ինչ, անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք, այդ որ ասում եք ու բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալ է, հարգելիներս, դրա համար դա ինձ չի, որ ես կամ դուք պետք է որոշեն, միջազգային համապատասխան ոչ, սահմանում չէ, սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որևիցե մեկը մի րոպե, այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ, մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ, թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, բանը նաև ֆինանսական հարաբերությունների մեջ, լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես, մի վերցա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, կարող ես ասել, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդհանրապես վերանագիրն եմ ուզում։ Կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք, իշխանության զարգման փորձի համար։ Հարգելիս։ Իշխանության զարգման փորձի համար կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում։ Այդ հետո լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։ Պարոն Սիմոնյան, քանի որ ընդդիմադիր գործիչների թեման արտարծվեց, քիչ մեկ հարցնել, ձեր նախորդի հնչած ելույթներից մեկում անդրադառնալով աղմկահարույց 004 շրջաբերականին, հայ-աղափական դաշնակցության, ասացիք, որ այն պետական ստրուկտուրաներին փոխանցել է Արծվիկ Մինասյանը, խնդրում եմ պարզաբանել։ Պարոն Մինասյանը փոխանցել է ոչ թե ուղիղ ձեռքով տալով, այլ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերով ուղղակի դա չհերքելով եւ ասելով, որ այո, այդ բանը գոյություն ունի, բայց խոսքը բնական է չի գնում այն բանի մասին, որ պարոն Մինասյանը աշխատում է մեր հատուկ կառույցների հետ, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եկեք պարոն Մինասյանին կարելի է շատ տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այդ բանի մեջ եկեք չմեղադրենք իրան, խոսքը քաղաքական էր եւ որևիցե ով է փոխանցել այնուամենայնիվ այդ ոչ Չէ, բաներ կա, չկա, գնամ։ Այնուհանդերձ դա Նարեկ, սպասի։ Պատվալ չունենք։ Չէ, չեմ մասնակցել։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցել, դրի մասնակցել, որտեղ ինքը հասկացա ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակվում է Ես նման մարդու չեմ ճանաչում։ Այո, բայց ես էլ մարդ, հա, նկարվել եմ, ինքն հետո տենց էլի հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասացի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Այո, եւ
Այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչը գործն է եղել։ Ինչն է իշխանության գործը։ Կաթողիկ Իսկ ով ասաց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Կգործնա թե գործը չի։ երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն Իսկ ես երբ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա հայելուկները մնում, բա զբաղվեիք, ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի իսկ դու միջև լրագրող դառնալդ ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմ խի չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմ խի չէիր պայքարում։ պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանին ա վերա ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է թե Իրան։ Ազդեցություն չուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ էլ նարեք։ Դուք ասացին հավատում եք։ Պարոն Սիմոնյան առաջիկայում արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենակ Իսկ ով է կարգալույց արել։ Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց Կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թողեք խոսամ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսամ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում, Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդից դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին падգամորի տեխնացու էլ է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում եմ, մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին։ Մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, այսինքն ոնց ես պատկերացնում, վերստեմ հեռախոսը զանգեմ, ասեմ, ինչ քրեական, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան է եղել, լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ նաև դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ էր, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Ընտանիքը եւ բաները։ Եթե դա պետական ռեսուրս չի։ Դու մեր ներքին էթիկայի հետ գործում ես, դու ձեր լրագրողական ներքին էթիկայով զբաղվում ես։ Լինելով ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգու պետք է բերել փոխ։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այդ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց Ինչ հարց է նարեք։ Ինչ հարց է։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկվի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Բա ո՞ց պետք է լինի։ Տենց պետք է ինքը ասի, ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է, այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակությունն է։ Այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպեսի դրվագներ են լինում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Պարոն Սիմոնյան, մի վերջին հարց է։ Քաղաքապետի կալանավորումը ինչ ուղերձ է վաղարշաբաթի ինդիմադիր էլեկտորատին։ Հա, բայց ո՞նց կարելի է այդպես խոսալ, ուզում հասկանամ, էլի, еще ушла из кадра։ Ես հետո կարձագանքեմ նման կոպիտ։ Արի էթիկայից էիր խոսում։ Կադրի համար հոգի է տալիս
մարդը նվիրված։ Կրկնեմ թերևս հարցը, պարոն Սիմոնյան, նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ձեզ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձևով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացությունը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված, չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց։ Չի լինելու։ Այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ, քաղաքական հալածյալ Լսի, իհարկե ոչ, ով, օրինակ, անուն ասա։ Անուն ասա։ Լավ էլի, խնդրում եմ։ Միքայել Հայրապետյանը ոնց կարա քաղաքական հայացք ունենա։ Խնդրում եմ, բարոյականությունից մի խոսա։ Խնդրում եմ, լուրջ ես ասում։ Բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին։ Մարդել կար էս դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ, չէ, որտեղ մենք տես բան չենք անում, բայց եթե չընդհատես իմ խոսքը, կտեսնես ինչին է վերաբերում։ Գրիգորյանն էլ դատարանում Հարգելին ես, ում կողմից սպանվեց։ Դե ինֆակտ խփեց, հոգեբանական բաներն էլ կար։ Լավ էլի, դուք լուրջ եք համարում։ Դուք համարում եք սա լուրջ լրագրություն, Մեռավ հա։ դատարանում։ Ես ասեմ չի մեռել, ինչ ես վրթովում, հարգելիս։ Մեռավ, ասում եմ։ Սենց որ մի քիչ շարունակես, կարող ես եմ մեռնեմ այնքան խոսաս։ Իմ խոսալու։ Մի քիչ ավելի արեստավարժ եղեք, ավելի բիսեդկայի, չգիտեմ, խոհանոցի Ես հասկացա, լսեցի, այո, մարդը մեռել, ես այդ մարդուն ճանաչում եի անձամբ շատ երկար տարիներ։ Դու իրան ճանաչում ես, չկա մեր իշխանության ժամանակ, օրինակ բեր։ Ում բերում են, լսի, գիտես, տենց մի հատ արտահայտություն կա, ասում բանտում մեղավոր մարդ չկա։ Հələ գնա բանտ, մտի, յուրաքանչյուր խոց։ Տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր ասում են անմեղ ենք եւ այլն, Բա ո՞նց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ, ուզում եմ հասկանալ։ Արդեն այն բանը, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, ուրեմն անմեղ չի։ Չէ, ոչ թե անմեղ չի, արդեն խոսում է այս դրա մասին, որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ, եւ երբ որ ինքը հայտարարություն է անում, պետք է պատասխան տա։ Հիմա որ Էջմիածին ընտրությունից, վաղաշաբաթ ընտրություններից առաջ խոշորացված համայնքում մեծ բարեգործական միջոցառում է իրականացվում։ Ո՞վ է իրականացնում։ Ոյ համայնքի Տեղյակ չեմ, անկեղծ տեղյակ չեմ, թող իրավապահ մարմինները, թող ԿՀ-ն արձագանքի, ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ քարոզարշավը սկսելա, թե չի սկսել, ինքը դա ներկայացրելա, թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք, խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղ եք եկել։ Երկրորդը, ասում եմ, մեր մեջ շատ սխալներ են լինում, շատ ընտրությունների ժամանակ եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։